մի դեպք պատմեմ հատուկ այն մարդկանց համար, որոնք մտածում են հայը հային գցումը Հայաստանում գցելը ավելի ընդունված է։ Տարիներ առաջ ես ապրում էի Նյուրնբերգում եւ Նյուրնբերգից պիտի տեղափոխվեի մեկ այլ քաղաք։ Վարձում էի մի բնակարան, որը պիտի հանձնեի հաջորդ վարձակալին։ Բավարիայում հատկապես շատ դժվար է բնակարան գտնելը եւ եթե դու հայտարարություն ես տալի, որ քո վարձած տունը տաս մեկ ուրիշին, հերթ են կանգնում եւ մեծ լավություն ես դու մարդուն անում, եթե համաձայնվում ես տունը տալ իրեն։ Չնայած տանտերը դու չես, տանտիրոջ միջոցով դա կազմակերպում ես։ Եվ իմ տան համար գալիս է մի գերմանացի երիտասարդ կին, որը պիտի աշխատեր Նյուրնբերգի թատրոնում։ Գալիս է, ասում է, ես ուզում եմ անպայման խնդրում եմ տվեք ինձ ձեր տունը, ասում եմ լավ, քանի որ դու էլ երաժիշտ ես, տանտիրոջ հետ ես կխոսեմ, դու այդ տունը կվերցնես։ Բայց ասում եմ մի պայման կա։ Տան մեջ ես կահույք եմ առել, իմ կահույքը ես ուզում եմ վաճառել քեզ 200 եվրո էր կարծեմ, 200 եվրոյով։ Մի շարք բաներ։ Ինքը ասում է, հա, իհարկե, անպայման, մեծ սիրով ես կառնեմ։ Բայց ասում է կլինի ես այդ փողը քեզ մի քիչ ուշ վճարեմ, որովհետև նոր եմ տեղափոխվում, տեղափոխման ծախսեր եւ այլն։ Բառացիորեն մի քանի օրվա ընթացքում ես քեզ կվճարեմ։ Ասում եմ իհարկե, ինչ խնդիր։ Ես տեղափոխվում եմ Կոբլենց այդ ժամանակ, այդ աղջիկը գալիս է իր ընկերոջ հետ, գալիս են իմ տունը վարձում են, անցնում է մի քանի օր, ոչ մի զանգ չկա, ոչ մի արձագանք չկա, 3 շաբաթ հետո զանգում եմ, ասում եմ ոնց պայմանավորվել ենք, խնդրում եմ իմ կահույքի փողը տվեք։ Եվ ինչ են իրենք ինձ պատասխանում, ասում են քո կահույքը չարժի 200 եվրո։ Ասում եմ շատ լավ, ասում եմ, եթե չարժեր, այդ դեպքում ինչու եք դուք համաձայնվում։ Եվ ես ստանում եմ հետևյալ նամակը, այդ կնոջ այդ աղջկա ամուսինը ասում է, ես հոգեբան եմ, ասում է, եւ ես սենց բան քեզ ասեմ, մարդը, որը կապվածություն ունի սեփական իրերի հետ, իր աչքին կարա իր իրը ավելի թանկ արժենա, քան ինքը իրականում կա։ Այդ 200 եվրոն, որ դու ուզում ես, իրականում չարժի 200 եվրո, բայց դու կապված ես քո կահույքի հետ, սկսում է հոգեբանական լեկցիա կարդալ։ Ասում եմ բարեկամս, քո հոգեբանական լեկցիաները ինձ հետաքրքիր չեն։ Մենք բան ենք պայմանավորվել։ Եվ ինչ եք կարծում, վճարեցին արդյոք իրանք ինձ այդ 200 եվրոն։ Ոչ, չվճարեցին։ Գիտեք ինչի չվճարեցին, որովհետև կարող էին չվճարել։ Եթե ես այդ նույն զույգին ասեի, գիտեք ինչ, իմ կահույքի համար 200 եվրո չեք վճարում, վճարում եք 1200 եվրո։ Եվ դա այն պայմանն է, որ դուք այդ տունը ստանաք, այդ մարդիկ վճարելու էին եւ ասելու էին շնորհակալություն։ Տեսեք, դուք ասում եք Հայաստանում իրար գցում են կամ հայերը սենց հայերը հենց, գերմանացիները նույնպես, եթե կարող են չվճարել, չեն վճարում։ Դրա համար երբեք գերմանացին գերմանացու հետ համենայնպես ինչ չի պատահել, որ ուղակի խոսքով պայմանավորվեն մի բան։ Ոչ, պարտադիր ինչ պայմանավորվեն, իրավական ձևակերպում են տալի։ Երկրորդ դեպքում խոսքը վերաբերում էր 100 եվրոյի։ Եվ ինձ 100 եվրո պիտի վճարեր մի երիտասարդ տղա, որի եկամուտները ամսական տասնյակ հազարավոր եվրոների էին հասնում։ Դրա մասին ինքը ինձ անձամբ ասա եւ իր բիզնեսը ես գիտեի։ Այդ մարդը 100 եվրո պայմանավորված, որ ինձ պիտի վճարի, չէր ուզում վճարել, որտեվ ես չունեի որևէ ապացույց։ Ես իրան ուղղակի ասացի, ես կզանգեմ եւ քո հոր հետ կխոսամ։ Եվ հենց ասեցի, ես կզանգեմ հորդ հետ կխոսամ, ուղղակի կասեմ քո հորը, որ դու ինչ ձևի մարդ ես։ Նախադասությունը գրելուց 3 րոպե հետո 100 եվրոն նստեց իմ հաշվին։ Այս պատմությունների իմաստը այն է, սիրելի բարեկամներ, որ դուք իմանաք, որ մեր ազգը ոչ մի ազգից ոչ լավն է, ոչ էլ վատն է։ Մարդու էությունը նույնն է ամենտեղ։ Ես սրանում ինչքան ավելի շատ ազգերի հետ եմ ես առնչվել, այնքան համոզվել եմ։ Տարբերությունները լրիվ մակերեսային մակարդակի վրա են։ Խորքային առումներով մարդը նույնն է ամենտեղ։